Ասենք փառք Իրոջ։ Թող Տերը փառավորվի, սիրել Աստծո ժողովուրդ, որ Աստված մեզի շնորհ արել այսօր ձեզ հետ պաշտելու մեր կենդանի ասում։ Իմ մտքից այրով չեն ասի, որ այսօր այստեղ կլինեմ, տեսել եմ եղել այստեղ։ Կուզենամ սիրելներ մի կարևոր մտքի մասին իրոշմով խոսել, որ այսօր մեզի շատ անհրաժեշտ է։ Մենք երկեցինք Աստծո սիրո մասին, որ այդ սերը եթե չլիներ, մենք մի կորած կլինեինք։ Դրա համար շնորհակալ ենք, որ Աստված մեզի սիրեց։ Դրա համար փառք Իրան հավիտյան։ Սիրելիներ, բայց Աստված մեզի նպատակ ունի, կանչել է մեզի մի նպատակով, որ մենք իր հետ մեկանան կյանք ունենանք։ Սիրելիներ, Աստված մեզանից մեծ բաներ չի պահանջում։ Սովորաբար մենք գիտենք երկրավոր օրերի մեջ մարդ մարդու հետ հարաբերության մեջ որոշ բաներ կա մարդուց բաներ է պահանջում։ Օրինակ, երբ որ հարսը գնում է հարսնության, հարսից Իսուրը պահանջում է, հարսն էլ այդ ընտանիքից է պահանջում։ Եղել է վիճակներ, չէ, ասում են, բայց ինչ պահանջկոտ Իսուրը, կամ ինչ պահանջկոտ հարսը, ինչ ասես պահանջում է։ Մարդու համար, որը դժվար բաներ են, այսօր մարդը կարա պահանջի քեզի այնպիսի բաներ, որ դու չկարողանաս այդ պահանջը կատարես։ Բայց Աստված մեզանից սիրելիներ, ինչ է պահանջում։ Մեծ բաներ չի պահանջում։ Ես կուզենամ, որպես առավոտյան ես ընթերցեցի սրտիս ուղղակի դրված է, որ այս մասին խոսել հենց Մահաքիա մարգարության, Միքիա մարգարության մեջ սիրելիներ, կուզենամ կարդալ, որպեսզի ավելի պարզ լինի, որ մենք տեսնենք Աստված ինչ է մեզանից պահանջում։ Այսօր սիրելիներ, Աստծո ծրագիրը, նպատակը հասկանանք, որ մենք հասկանանք Աստված ինչ է պահանջում, որ ես այդ պահանջը ինչու չեմ կատարում կամ ինչն է դժվար, որ ես մտածեմ, հասկանամ, ախր Աստված մի բան է ուզում կյանքում, բարի բան։ Կուզենամ կարդալ, որպեսզի 6-րդ գլուխ Միքիա մարգարություն հենց վերնագիրը այդպես է կոչվում, Տերը ինչ կպահանջե։ Տիրոջ առջև ինչով երթամ, ու բարձրյալ Աստծո առջև իննամ։ Արդյոք անոր առջև ողջակեզներով, 1 տարեկան որդերով երթամ։ Արդյոք Տերը հազարավոր խոյեր կամ բյուրավոր իվիր գետերում պիտի հավանի։ Արդյոք իմ հանցանքիս համար իմ անդրանիկս, իմ հոգուս մեղքի համար, որով այնից պտուղը կա։ Հետաքրքիր է, էլի։ Ինչ դժվար բան Աստված պահանջում։ Միթե Աստված մեզանից զոհեր է պահանջում, ողջակեզ, հոր, անգամ բանդրանիկը, քո մեղքերի համար ինչ որ անգամ ասում որովայնի պտուղը, միթե այդպիսի բան է պահանջում մեզանից։ Որ մարդը այսօր շատ դժվարանում է ասուն ընկալու, ասուն պաշտելու։ Աստված սիրելիներ, մեզանից մեզ բաներ չի պահանջում։ Աստված մեզանից պահանջում է մի կարևոր բան։ Տեսեք ինչ է պահանջում։ Ու Տերը քեզ ինչ կպահանջի, բայց միայն իրավունքն է ողորմություն սիրել։ Սիրելիներ, Երանի ողորմածներին, չէ, որտեղ նրանք ողորմություն կգտնեն։ Ու ասում է խոնարհությունով քո Աստծո հետ քայլել։ Ծանր բան կա այստեղ։ Մի հատ ծանր բան ասեք։ Բան չէ մարդը, ինչի է մարդը միշտ դժվարանում Աստծո հետ ապրելու, Աստծո գալու։ Ես կուզենամ զուգահեռ նորից կարդալ օրինաց գրքից
օրինաց գրքից ուրեմն երկրորդ օրինաց 10-րդ գլուխ 12 խոսքը նույն վերնագիրն ունի Աստված ինչ կպահանջի տեսեք ինչ է սիրելիներ այստեղ ասում կուզենամ որ մենք խորենք մտածենք շատ մտածենք ու մեր սիրտը Հիսուսին առաջ բացենք ուրեմն ով Իսրայել հիմա քո Տեր Աստվածը քեզ մե ինչ կպահանջի միայն թե քո Տեր Աստվածից վախենաս անոր ամեն ճամփաներու մեջ քայլես եւ զանիկա սիրես ու նաեւ քո բոլոր սրտովդ ու բոլոր քո հոգովդ քո Տեր Աստծուց պաշտես ընդհանրապես ինչքան կարևոր բան միայն քո Տեր Աստծուց մե վախենաս Սեն վախը չէ, որ մարդը զարուլի, վայ Աստված եսա խփի, Աստված գիտեմ եսի կպատժի, ոչ, այլ ընդհակառակը, ընդհանրապես չարություն ատես, ատես չարություն, մի գուցե դու հնարավորություն չունես այսօր, այդ չարություն ատելու, բայց այդ հնարավորությունը Տերն է տալիս, ուղղակի դու իրան գաս, եւ ինչ անես, ասում է անոր ամեն ճամփաներու մեջ քայլես ճամփաներու մեջ քայլես եւ զանիկա սիրես սիրելիներ մենք երգում ենք եթե Աստծո չլիներ այլ սիրես Աստծուն բայց այսօր իրոք սիրում ենք մենք Աստծուն այդ ճանապարհը ինչ ճանապարհ է Այդ ճանապարհը կյանքի ճանապարհը Հիսուս ճանապարհն է ժողովուրդը որ այդ ճանապարհի մեջ դու քայլես ու ամբողջ հոգով քո Տեր Աստվածը պաշտես հալելույա նրա ու Տիրոջ պատվիրանքներն ու կանոնները պահես որոնք ես այսօր քեզի կպատվիրեմ որպեսզի քեզ աղեքը լա Քեզի լավ լինի, բա ինչի մենք մեր լավը չենք ուզում։ Գիտեք, մենք ենք մեր թշնամին, ուրիշ տեղ մի փնտրի թշնամին, այսօր դու ես քո թշնամին, ես եմ իմ թշնամին։ Աստված մեզի նպատակ ունի սիրելիներ, Աստված սովորաբար մեռնողի մեռնելը չի ուզում, ամբարիշտի կորուստը չի ուզում։ Աստված ուզում է, որպեսզի մենք իրան գանք, իրա հետ ապրենք։ Ես աղոթում եմ, Տեր, Ենովքը ինպես մարդ էր, կրկերի ենթակա, բայց 300 տարի քեզ հետ քայլեց։ Ժողովուրդ ջան, ժամանակն այսօր, որ մենք իրա հետ քայլենք, բայց Տերը մեծ բեր չի տնում մեր վրա, որ ասենք, ախը շատ ծանր է։ Տեր Հիսուսը ասում է Մատթեոս ավետարանի մեջ եկեք ինձի բոլոր հոգնածներ բեռնող ես այս առաջ հասկանում էի սա նորա հոգիներին կվերաբերվի բայց այսօր մեզի է վերաբերվում մենք այսօր ինչքան ենք հոգնել մեր կառուցած հավատքից որ դա հավատ չէ մենք ինչքան ենք հոգնել մեր սարքած աղոթքից, որ էդի աղոթ չէ, ուղղակի եկել ենք, ձևացել ենք, որ ես աղոթեցի Տեր, բայց արդյոք այդ աղոթքի մեջ ես այդ հաղորդակցությունը ունեցա, այդ աղոթքի մեջ ես հանդիպում ունեցա ասու հետ, որ Աստված ինձ հետ խոսի, ես հասկանամ իր պահանջը, ինչ է ինձանից ուզում, մարդը, որ չի հաղորդակցվում, Մտածում Աստված խիստ պահանջներ ունի, հա, այն մեկ մնասը, որ տարավ թաղեց, դու խիստ մարդ էիր, դու խիստ էիր, որտեղ մարդը չի հաղորդակցվում Աստծո հետ, էսի նման է նրան, որ այն անարատ որդու մեծ եղբայրը, ամեն ինչ անում է, բայց իր նպատակ, իր խորհուրդը ուրիշ բան էր, ոչ թե հոր պահանջն էր անում, այլ իր սրտի փափագը, իր խորհուրդն էր կատարում,
որ ինքը իր ուզածին հասնի, ուր էր ուզում, միթե այդ ամենը մերը չես որ Աստված շնորհել է մեզի փառք Տիրոջ, պարգևներ ա շնորհել, ամեն ինչու դրա մեջ չենք հարատևում, Աստծուց չենք գոհանում, ու մտածում ենք Աստված մեզանից ինչ պահանջներ ա ներկայացնում, ոնց կատարեմ այդ պահանջը, ասում ա արեք ինձի, իմ բերս ինչ ա, թեթև ա, լուծս քաղցր ա, բա ինչի չես հավատում, ու մի հատ քեզի բարդոց է սարքել, անունը դրել, որ Աստված ա պահանջում, ամեն բան պատրաստ ա, սիրելիներ, Աստված մեր փրկության համար մի հատ թերի բան չի թողել, ուղղակի մեզի պետք է մոտենալ իրան, օրինակ Ասափը հիշում է 73 Սաղմոսում ինքը ասես քիչ մը մնաց ոտքերս ծռեին, ինչ էր կատարվել, հաղորդակցություն էր կդրվել Աստծու հետ, ինքը մի բան էր հասկանում, Աստուծո մի բան էր պահանջում, որ ինչի ամբարիշների հաջողություն է տեսնում ու նախանձում, բայց ինքը չէր հասկանում, որ Աստծո մի նպատակը մի բան է, որ իրան մոտենաս, իր հետ հաղորդակցվես, որ քո մեջ կյանք լսվի ու դու այդ սերը վայելես, ոչ թե ինչ-որ բաներ պահանջներ կատարես, մարդ իր համար ցուցակ է կազմում, այսօր կայնի, այսօր մի քիչ լամ, որ Աստված ինձ ողորմյա, չգիտեմ, այսօր չգիտեմ, ճգնեմ, այսօր մարդիկ կան, գիտեք ինչ են, հնարքներ են փնտրում, իրենց մարմինները ծեծում են, արուն են հանում, չգիտես, որ Աստված տեսնի, խղճա, արավ, ես ինչ մեղք են, զոհի համար, սիրներ էստեղ ասում է, իմ մեղքերիս համար ինչ անեմ, բայց հետարքիր է, 103 Սաղմոսում ասում է, Աստված մեր մեղքի համար մեզի հատուցում չարեց, Աստված գիտի, որ ես ու դու հող ենք, գիտի ժողովուրդ ջան, Աստված գիտի, որ մեր կարողությունը, մեր տարողությունը, ինքն է մեզ ստեղծողը, իմ ողնուծուցը, հոտվածները, հույսվածները, ինքը լավ գիտի, ես ինչի եմ ենթակա, բայց Աստված ասում է, արի ինձի, պահանջը սա է, ասում է, որ Տերը քեզ մե ինչ կպահանջե, բայց միայն իրավունքներ, ողորմություն սիրել, խոնարհությունով քո Աստծո առջև Աստծո հետ քայլել, խոնարհությունով, բայց այսօր մենք երբ ենք սիրելիներ, մեր կյանքում երբ ենք այս վիճակը ունենում, երբ որ մենք Տիրոջ հետ հաղորդակցվում ենք, Ասափը երբ որ ասում է մտա սրբության սրբոցը, նոր նրանց վախճան իմացավ, նոր ինչ է իր խոստով անդեց, ասեց, ես անասուն էի պերսի, ես չէի հասկանում, վերջում էլ ասում է, բարի էր ինձ Տիրոջը մոտենալը, բարի է Տիրոջը մոտենալը, սիրելի հոգի այսօր մոտեցիր Տիրոջ, ու Տիրոջ հետ հաղորդակցվիր, և Տեր այստեղ է, ու դու կիմանաս Աստված քեզանից, ինչ է պահանջում, ուղղակի քո ամբողջ սրտով սիրիր նրան, սիրելը դժվար բան է ժողովուրդ ջան, սիրի, քեզանից չի ասում, գիտես ես մեղքը մի գործենի, մի արա, էսի չի կարելի, չի կարելի, որ ցուցակն է դրել քո առաջ, ընդամենը ասում է սիրի քո Տեր Աստծուն, ամբողջ սրտով, ամբողջ հոգով, երբ որ մենք հասկանանք Աստծո ծրագիրը, ինչ էր Տեր Հիսուսը Հովհաննես 17-ը, որ մենք կարդանք, ամբողջովին Տերը խոսում է մի կարևոր բանի համար, որ մենք այդ ճշմարտությունը ճանաչենք, այդ ճշմարտության մեջ հաստատվենք։ Սիրելիներ, որ իր հետ մեկանա, թող Տերը օրհնի ձեզի, որ այսօր իրապես երանելի այն մարդը, որ ինչ անում, որ Տերը կուզենա մեզ Սաղմոսը կարդալ, որպեսզի սրտիս կպած ես վերջերը շատ են կարդում, 65 Սաղմոս 4 խոսք, Երանի անոր զոր կընտրես ու քեզի կմոտեցնես, որպեսզի բնակվի քո սրահների մեջ, պիտի լցվի քո տանը ու քո սուրբ տաճարի բարությունը,
Սամվել աղբեր կարդաց 122 Սաղմոսը, չէ, ուրախանայի ասուտուներ տա։ Մարդը, երբ որ հասկանա Աստծո ծրագիրը, նպատակը, ոչ թե պետք է զանգել նոր կամ պաշտամունքի, այլ ինքը իր սերը կստիպի վազելով կգա Տիրոջ տունը։ Սքանչելի բաներով, արդարությունով պիտի պատասխանես մեզի, որ մեր փրկության Աստված, որ ետի ամեն ծայրելու ծովերի մեջ հեռու եղողների հույսն ես, ասենք փառք Տիրոջ, մեր հույսը Աստվածը։ Իմի սիրելիներ, մենք համաձայն ենք Աստծո պահանջը ընդունելու, համաձայն ենք, Տերը օրհնի, թող Տերը զորացնի, դրա համար մենք նրան պիտի կանչենք։ Մենք այսօր ուրիշ տեղ չունենք գնալու, Երեմիա 33:3 կանչիր ինձ, եւ ես քեզ կպատասխանեմ, մեծ բաներ պիտի ասեմ, որ դու չգիտեք, ասեք փառք Տիրոջ, կամ Տիրոջ առաջ։